Կառավարությունը կաջակցի տնտեսվարողներին ջերմատնային արտադրանքի պտուղ բանջարեղենի ծաղիկների արտահանման հարցում 1 կիլոգրամ ելակի համար կփոխհատուցվի 770 դրամ, լոլիկի համար 275, պղպեղի համար 400 դրամ և մեկ ծաղկի համար 37 դրամ։ Ծրագրից կօգտվեն հունիսի 1-ից հուլիսի 1-ը արտահանում իրականացնող տնտեսվարողները։ Այս ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ։ Նշեմ, որ այս աջակցության միջոցառման ժամկետը սահմանված է 1 ամիս, ըստ անհրաժեշտության այն վերանայվելու սկզբունքով։ 2025-ին թարմ պտուղ բանջարեղենի և ծաղիկների արտահանման ծավալը կազմել է մոտ 72.9 միլիարդ դրամ։ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել այլ երկրներ արտահանելու նպատակով աջակցել բիզնեսին։ Ծրագիրը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912.5 միլիոն դրամ, լոլիկի համար 550 միլիոն, պղպեղի համար 800 միլիոն, ելակի համար 192.5 միլիոն, ծաղկի համար 370 միլիոն դրամ։ Առանձին գործընկերների հետ այս պահին աշխատում ենք նաև իրենց կողմից ներմուծման դեպքում, որ մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ, սա իհարկե մեր արտադրողներին եւս կգա օգնելու եւ նաեւ նոր շուկաներ գտնելու եւ հետագայում արդեն ավելի, այսպես ասած, կանոնավոր հիմքերի վրա այդ շուկաներ մատակարարումներ ապահովելու համար։ Փոխվարչապետ Գրիգորյանի խոսքով երկրում արտադրված պատշաճ որակով գյուղատնտեսական ցանկացած ապրանք արտահանվելու է անկախ որևէ արհեստական խոչընդոտից։ Սա առաջին միջոցառումն է։ Ծրագրերը կշարունակվեն ըստ անհրաժեշտության, նշեց փոխվարչապետը։ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի։ Կարծում եմ, այս նույն որոշումը պիտի տարածվի եւ մրգերի վրա, եւ կոնյակի վրա, եւ գինու վրա, եւ հանքային ջրերի վրա։ Ցանկացած շուկա, որտեղ որ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա։ Կառավարությունը հավանություն տվեց 2025-ի որոշման նախագծում փոփոխությանը։ Նախորդ տարի հաստատվել էր արտահանման աջակցության ծրագիր, որի նպատակն է խթանել հայկական ծագման ապրանքների արտահանումը Եվրամիության, Միացյալ Թագավորության, Կանադայի շուկաներ, մաքսատուրքի փոխհատուցմամբ։ Փոխնախարարը ներկայացրեց ծրագրի արդյունքներն ու նաև հիշեցրեց, որ որոշմամբ դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառապացույցը ըստ փոխնախարարի երկրում ինտենսիվ բուսաբուծության զարգացումն է։ Անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության ապրանքների արտահանումը, մասնավորապես թարմ պտուղ բանջարեղենի և ծաղկի արտահանման դեպքում դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ, Հայաստանի կառավարությունն արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ։ Չեմ ուզում, ինչպես ասացվածքում է ասվում, սայլը ձիուց առաջ դնել եւ շտապել հայտարարություններ անել, բայց ուզում եմ ասել, որ մենք քննարկումներ ունենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ, իրենց կողմից եւս մաքսատուրքերի հարցում որոշակի դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելուն եւ հուսամ առաջիկայում այդ քննարկումները հաջողությամբ կպսակվեն։ Անկախ մատակարարման ձևից, եթե ապրանքը արտահանվում է, ներկայացվում է փաստաթղթավորումը, այն ենթակա է փոխհատուցման, նշեց Խոջոյանը։ Գործադիրը մոտ 7.12 միլիարդ դրամ ուղղեց 26.2 կիլոմետր ճանապարհների կառուցմանն ու նորոգմանը։ Կսահմանվեն ֆիթնես կենտրոնների գործունեության չափորոշիչներ, մարզասարքերի սերտիֆիկացումից մինչև օդափոխություն, ջրամատակարարում, բուժծառայություն, մարզիչների հավաստագրեր։ Կարգավորումները կնպաստեն հանրային առողջության ամրապնդմանը։ Փոխվարչապետի խոսքով, եթե ֆիթնես ծառայությունների որակի հարցը լուծվի, այն կկապվի նաև առողջության ապահովագրության հետ։ Կառավարությունը քեշբեքի ծրագիր կմեկնարկի։ Մայա Խաչատրյան, լուրեր։